Ընդհանրապես մտածում էի, միշտ մտածում էի, այս 2-3 օրը մտածում էի, ինչ վերնագիր տնեմ այս խոսքից, ու տենց էլ վերնագիր չկարողացա մտածել։ Բայց մոտավորապես մի սենց միտք ասեմ։ Գիտեք, երբ որ մենք ինչ որ տեղ ենք գնում, չէ՞, մենք ինչ որ տեղից դուրս ենք գալի եւ ինչ որ տեղ հասնելու նպատակով։ Ասենք այդտեղից Հայաստան ես գնում, ստեղից Մոսկվա ես գնում, ստեղից ուրիշ քաղաք ես գնում, չէ՞։ Ինչքան կարևոր է տեղից դուրս գալը, չէ՞, նույնքան կարևոր է տեղ հասնելը։ Մենք չենք կարող ասեմ, դե ես գնում եմ Մոսկվա, դե դուրս եկա ու ես իմ ուր եմ գնում, սա աշխարհը ֆռան, բայց տենց էլ չհասնեմ Մոսկվա։ Եթե չհասնեմ, ես իմ նպատակին չեմ հասնի։ Գիտեք, նույնպես երբ որ Աստված եկավ մեր կյանքի մեջ, Աստված մեր կյանքի համար նպատակ ուներ։ Երբ որ Աստված եկավ մեզ փրկեց, իր գլխավոր նպատակը որն է մեր կյանքի համար, ով կարա ասի։ Մեզ երկինք հասցնի, չէ՞։ Մեր գլխավոր նպատակը հասնել երկինք, մտնել Աստծո թագավորության մեջ։ Երբ որ Հիսուսը գա իր արեշտակներով, չէ, մենք հափշտակվենք բոլոր սուրբերի հետ։ Երբ որ Աստծո թագավորությունը գա, մենք այդ թագավորության մեջ լինենք եւ ոչ թե դուրս մնանք։ Չէ՞։ Անկախ նրանից ոնց ենք մենք սկսել, ինչ ձև ենք սկսել, երբ ենք սկսել, չէ, կարևորը իհարկե շատ կարևոր է նաև սկիզբը, բայց շատ ավելի կարևոր է նաև վերջը, որ չլինի թե դուրս գանք, բայց տեղ չհասնենք, չլինի թե նստեմ պոեզը, բայց պոեզի կեսից մնամ մի տեղ, պոեզը գնա, ես դուրս մնամ։ Դրա համար ուզում եմ կարդամ հիմա Եբրայեցիների 3-րդ գլխի առաջի խոսքից, որտեղ հեղինակը այսպիսի խոսքեր ասում. ուստի սուրբ եղբայրներ, իհարկե նաև քույրեր, երկնավոր կոչումին մասնակիցներ, կան այսօր երկնային կոչումին, Աստծո կանչին կոչումին մասնակից մարդիկ կան, ում Աստված կանչել է։ Կան, չէ՞։ Եթե կա, ուրեմն սա քեզ է վերաբերվում։ Ասում են նայեք, մտիկ տվեք, ուշադրություն դարձրեք մեր դավանության առաքյալին, առաքյալ բառը ստեղ նշանակում է ուղարկվածին, այն ինչ որ մենք դավարում ենք դրա ուղարկվածին եւ քահանայապետին Հիսուս Քրիստոսին։ Աստված մեզ ուշադրություն է դարձնում, Աստված մեզ զգուշացնում է, Աստված մեզ ասում է, այն որ կանչվել եք, ուշադրություն դարձրեք Հիսուս Քրիստոսին, որ հավատարիմ է իր հաստատողին, ինչպես Մովսեսն էլ նրա բոլոր տան մեջ։ Եվ շարունակությունը 4-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ խոսքերի մեջ հեսա կկարդամ։ Աստված համեմատություն է անում Մովսեսի եւ Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիմա շարունակությունը կարդամ։ Որովհետև նա, այսինքն Հիսուսը, ավելի փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, որքան որ տունից ավելի պատիվ ունի նրա շինողը։ Որովհետև ամեն տուն մեկից է շինվում, բայց նա, որ ամենքը արեց, Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ էր բոլոր տան մեջ, ինչպես ծառա, այն ասվելու բաներին վկա լինելու համար, բայց Քրիստոսը, ինչպես որդի, իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե հույսի համարձակություն եւ պարծանքը մինչև վերջ հաստատ բռնենք։ Աստված ստեղ համեմատություն է անում Մովսեսի եւ Հիսուս Քրիստոսի միջև։ Եվ երբ որ համեմատություն է անում, շատ իրար նման բաներ կան։ Շատերը գիտեք Մովսեսի պատմությունը, չէ, երբ որ Մովսեսը եկավ ժամանակը, իր մայրը դրեց արկղի մեջ եւ փարավոնի աղջիկը գտավ եւ որդեգրեց իրան, պահեց, մեծացրեց եւ երբ որ Մովսեսը մեծացավ, ինքը կարծում էր թե ինքը պետքա լինի փրկիչը այդ ժողովրդին եւ երբ որ մի եգիպտացու սպանեց, հաջորդ օրը դուրս եկավ իր աղբերների մեջ դատավոր լինելու, ասեցին դու ով ես, մեզ ուզում ես սպանել ու հասկացավ, որ
տարածվել է, շատերը գիտեն, ու ինչ արեց, դրեց, փախավ Եգիպտոսից եւ գրված է, որ 40 տարի անապատում, նու անապատ, սենց ասված է անապատ, բայց այն ժամանակվա անապատ, սենց անապատ չէր, նու ասենք քիչ խոտ ունեցող տեղ, բայց արածեցնում էր, քանի որ գառեր արածեցնում, հաստատ անապատ չէր մենակ։ Գառերին էր արածացնում եւ գրված է եւ տեսավ մի մորենի, որ վառվում է։ Ու երբ որ տեսավ ծառը կամ թուփը վառվում է, դե ինչ պամեն պատճառ կարա լինի վառվելու, չէ՞։ Վառվում է 15 րոպե, վառվում է կես ժամ, վառվում է մի ժամ, վառվում է 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ, ու չի դադարում։ Մի թուփը ինչքան կարա վառվի, ինչքան երկար։ Ու իր հետաքրքրությունը շարժեց, էս ինչ է, որ վառվում է ու չի պրծնում։ Հələ գնամ տենամ, ասում եմ, եւ երբ որ մոտեցավ, որ տեսնի, Աստված խոսեց իր հետ, եւ ասեց այդ տեղը, որտեղ կանգնած է սուրբ է, կոշիկներդ հանի։ Եվ ուզում եմ ստեղ այդ համարը մի հատ կարդամ։ Ելից 3-րդ գլխի 7-րդ խոսքում ագրված, եւ Աստված ասեց. «Իրավ տեսա իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսում է, եւ գործավարների պատճառով նրանց աղաղակը լսեցի, որտեղ նրանց նեղությունները իմացա, եւ իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու։ Եվ նրանց այն երկրից մեկ լավ, լայնարձակ երկիր, մի կաթ ու մեղր բխող երկիր, քանանացիների, քետացիների եւ այլն երկիրը տանելու համար։ Եվ ահա հիմա Իսրայելի որդիների աղաղակը ինձ մոտ է հասել եւ տեսա էլ այն հարստահարությունը, որ եգիպտացիները անում են նրանց, ուստի եկ հիմա քեզ Փարավոնի մոտ ուղարկեմ եւ հանիր իմ ժողովուրդը Իսրայելի որդիներին Եգիպտոսից»։ Աստված Մովսեսին ասում, արի քեզ ուղարկում եմ, գնա եւ Իսրայելի որդիներին դուրս հանիր Եգիպտոսից։ Աստված ուղարկեց Մովսեսին։ Հովհաննեսի ավետարանի մեջ գրված է 3-րդ գլխի մեջ եւ ամբողջ Հովհաննեսի ավետարանը այս հատվածի մեջ այս բառերը շատ է կրկնում Հիսուսը, որ ինձ հայրը ուղարկեց։ Շատ տեղեր կա գրված։ Դրանցից մեկը մենակ կարդամ Հովհաննեսի օրինակ 6-րդ գլխի 31-րդ խոսքը, ասում է մեր հայրեր անապատում մաննան կներեք, չէ, էդի չէր։ Հովհաննեսի 3-րդ գլխից, լավ։ 3-րդ գլխի 17-րդ խոսքի մեջ է գրված, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Այսինքն ինչ արեց, ուղարկեց, ոչ թե ուղարկեց, որ դատի, այլ ուղարկեց, որպեսզի փրկի։ Եվ տենց շատ համարներ կա Հովհաննես թղթի մեջ, որտեղ Հիսուս ասում է, ես ինձ հայրն ուղարկե, ես ինձանից չեմ եկել։ Այսինքն ինչպես Մովսեսին Աստված ուղարկեց, նույնպես Հիսուսին ուղարկեց։ Ես հիմա մի փոքր բաներ եմ ասենց զուգահեռներ եմ ուզում անցկացնեմ, որպեսզի մենք տեսնենք ու որպեսզի մենք վերջը հասկանանք այն ինչ որ ստեղ հեղինակը ուզում է մեզ ասի։ Եվ մենք գիտենք, որ Մովսեսը եկավ, ժողովուրդը սկզբում չուզեց իրան ընդունի, հետո ընդունեց, հետո հրաշքները տեսավ, հետո նշանները տեսավ, զորությունները տեսավ։ Ասեմ, որ այդ ժամանակ Եգիպտոսի երկիրը ամենազորավոր ու ամենաուժեղ թագավորություններից մեկն էր, եթե ոչ միակը։ Եվ Փարավոնը մեծ թագավոր էր, մեծ զորք ուներ, մեծ հարստություն ուներ, եւ Իսրայելի ժողովուրդը իր գերության տակ էր գտնվում։ Սկզբում Մովսեսը միտք ուներ, որ հեսա ուժով մի հատ ապստամբություն կանի, իր ժողովուրդին կհանի, երբ որ Եգիպտացուն սպանեց, ու իրանք մի ձևով բունտ կանեն ու կպրծնեն, բայց տեսավ չէ, այդ ձևը չեղավ։ Եվ երբ որ Աստված երկրորդ անգամ ուղարկեց իրան, ինքը եկավ եւ գիտեք, Աստված այն աստիճանի, ես չեմ ուզում մանրամասները խոսամ, այն աստիճանի հասցրեց, որ Փարավոնը եւ ամբողջ Եգիպտոսի ժողովուրդը ասին գնացեք մեզանից։ Մենակ թե մեզանից գնացեք։ Եվ ոչ միայն բաց թողեցին Իսրայելի ժողովրդին, այլ մի հատ էլ պարգևներ տվեցին, նվերներ տվեցին, որ այդ ժողովուրդը իրանց միջից դուրս գա։ Այսինքն Մովսեսը կարողացավ իհարկե Աստծո օգնությամբ, Աստծո զորությամբ ժողովրդին դուրս բերի գերությունից, չէ՞։ Դուրս բերեց գերությունից, Կարմիր ծովով անցան, երբ որ այդ փորձ ուզում էին անել, այսօր
Նկուրիկը պատմեց այդ մասին, Փարավոնի ժողովուրդը իրանք խեղդվեցին, չէ, ոչ միայն դուրս բերեց ժողովրդին Եգիպտոսից, այլ նաև այդ ժողովուրդը գտնվում էր Աստծո պաշտպանության ներքո։ Երբ որ Փարավոնը մի երկու օր հետո գլխին խելքը սենց հետ եկավ ու հասավ ինչա արե, մոտավորապես Իսրայելի ժողովուրդը 2 միլիոնի չափ քանակությամբ ժողովուրդ էին։ 2 միլիոն աշխատուժ թողեց գնաց։ Փարավոնը խելք եկավ, այս ինչ արեցին, բավա մեր քաղաքները շինելու, բայց պիրամիդները ով պետքա շինի, օբրազնի եմ ասում, ով պետք է մեր համար աշխատի, ասավելը դավայ զորք հավաքեք գնանք իրանց հետևից հետ բերենք։ Եվ գրված է, երբ որ իրանք եկան, Աստծո ներկայությունը, որը Իսրայելի ժողովրդի հետ ցերեկը ամպիսյունով եւ գիշերը կրակիսյունով միշտ իր հետ էր, գրված է, եկավ եւ կանգնեց Իսրայելի եւ Փարավոնի զորքի մեջտեղը եւ իրանք չէին կարողանում մոտենալ Իսրայելի ժողովրդին։ Եվ երբ որ իրանք Կարմիր ծով անցան, Փարավոնի ժողովուրդը երբ որ ուզում էր անցներ, խեղդվեցին, այսինքն պարտվեցին, բայց առանց զենքի, այսինքն Աստծո պաշտպանությունը նրանց վրա էր։ Շատ աստվածաբաններ եւ Իսրայելի ժողովուրդը անապատ եկան եւ անապատի մեջ գրված է Աստված, երբ որ իրանք նեղություն էին ունենում, երբ որ հացի կարիք կար, Աստված ինչ էր տալիս, հաց էր տալիս ցերեկը, չէ, երբ որ ծարավում էին, ջուր էր տալիս ժայռերից գերբնական ձևով։ Գիտեք, Աստված գերբնական ձևով այդ ժողովրդին ապահովում եւ պաշտպանում էր, գերբնական ձևով։ Աստվածաբաններից ոմանք ասում են, նո այս փաստա, որ անապատ տեղերում ցերեկը շատ շոգ է լինում, իսկ գիշերը շատ ցուրտ։ Այնքան շոգ է լինում ցերեկը, որ մարդ կարա ասենք այդ շոկից մեռնի, ասենք։ Եվ գիշերն էլ ընդհակառակ այնքան ցուրտ է ալնում, որ կարա մարդը ցրտից սարին, ասենք, մահանա։ Դրա համար ասում է, ցերեկը Աստծո պաշտպանությունը ամպիսյունով էր, որ ոչ թե միայն իր ներկայությունը կարալ նաև հովաներ, գիշերն էլ կրակի սյունով էր, որ ոչ թե մենակ կրակ լիներ, այլ նաև ոնց որ տաքացներ այդ ժողովրդին, այդ տարածքը։ Այսինքն Աստծո պաշտպանությունը կար։ Մի ուրիշ տեղ Աստվածաշունչը ասում է Իսրայելի ժողովուրդը 40 տարվա մեջ ոչ մեկը այդ ժողովրդից չհիվանդացավ։ Դա գերբնական Աստծո զորությունն էր այդ ժողովրդի մեջ, որ ոչ մեկը չէր հիվանդանում։ Ոչ մեկը մի քարոզիչ կասում է նրանց կոշիկն ու նրանց շորը չէր հինանում։ Աստված գերբնական ձևով, չգիտեմ ոնց էր արել, ասում է երեխեն մեծանում էր, շորն էլ հետն էր մեծանում։ Գիտեք, մի sense բան ասեմ, 2 միլիոն մոտավորապես Սամարան իր այս մոտակա շրջապկայքով մոտավորապես 2 միլիոն կարա լինի։ Մի քիչ նո Սամարանը միլիոն, օբլեստով ասենք կարա 2 լինի։ Հիմա, որպեսզի այս մարդկանց ասենք ապահովվես կերակրով, քանի հատ զավոդ է աշխատում։ Քանի հատ ասենք մսի, եսիմ ինչ ֆաբրիկաներ, եսիմ ինչ բաներ են աշխատում, որ այս ժողովրդին հացով, ջերով, կերակրեն, չէ, ապահովեն։ Ինչ եք կարծում, հեշտ բաներ 2 միլիոն ժողովրդին անապատ տանել ու այդ ժողովրդին ապահովել այդ ամեն ինչով, կոմունիկացիայով, ու իմիջիալուց այդ ժողովուրդը, երբ որ դուրս եկան անապատ Եգիպտոսից, իրանք չասին ժողովուրդ 40 տարվա պաշար հավաքեք գնացինք, չէ։ Իրանք գերությունից դուրս եկան, իրանք պաշար չունեին, իրանք հացը, որ իրանք իրանց հետ վերցրեցին, իրանք խմորների մեջ, թաշտերի մեջ, իրանք մի 2-3 օրվա պաշար ունեին։ Դրա համար հենց սոված անում էին, մի անգամից բողոքում էին, տեր սոված մնաց ինձ մեռնելու ենք, բայց իհարկե Աստված չէր թույլ տա, որ իրանք մեռնեն։ Եվ ապահովում էր իրանց հացով, առավոտը դուրս էին գալիս, գետնի վրից հացը հավաքում էին, մանանան, ուտում էին, ծարավում էին, գնում էին ժայռ, ասում էին ժայռից ջուր գա, ժայռից ջուր էր գալի, խմում էին։ Աստված գերբնական ձևով ապահովում էր ժողովրդին կերակուրով, պաշտպանությունով։ Երբ որ եկավ ժամանակը, Մովսեսը լեռը բարձրացավ, պատվիրանները բերեց իրանց, որոնք սուրբ էին, որոնք ոչ մի նման ազգ նման բան չուներ, ինչպես իրանք ունեցան Աստծո ձեռքով գրված պատվիրաններ,
Հետո երբ որ ժամանակը եկավ, Աստված ցույց տվեց Մովսեսին լեռան վրա եւ իրանք խորանը պատրաստեցին, որտեղ Աստծո ներկայությունը կար, երբ որ գրված է խորանը սարքեցին, բրցան Աստծո ներկայությունը ամպի պես իջավ խորանի վրա եւ Աստծո ներկայությունը միշտ կար այդտեղ։ Ու իրանք ամեն անգամ երբ որ Աստծուն բան ունեին հարցնելու, գալիս էին համարձակ հարցնում էին եւ Աստված խոսում էր իրանց հետ։ Աստծո ներկայությունը կար։ Եվ այս ամեն ինչը Աստված տվեց նրանց Մովսեսի միջոցով։ Հիմա, եթե զուգահեռները շարունակենք անցկացնել, Գաղատացիների 3-րդ գլխի 13-րդ խոսքում գրված է. Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով։ Մենք, ինչպես Իսրայելի ժողովուրդը, գտնվում ենք գերության մեջ, գտնվում ենք ծայրաստիճան մեղքի։ Ես չեմ ասում, մեզի մարդիկ գերի էին արել, չէ, մարդը, ավելի լավ էր մարդը գերի աներ, քան թե մեղքը։ Որովհետև մարդու գերությունից էլի կարա մարդը ինչ ձև, բայց մեղքի գերությունից մարդը ազատագրվել չէր կարող։ Եվ մարդը եւ մենք գտնվում ենք մեղքի գերության, անեծքի տակ։ Այն անեծքը, որը եկավ մարդկության վրա հաննազանության վրա, այդ անեծքը տարածվեց բոլորիս վրա եւ մենք բոլորս այդ անեծքի տակ տառապում էինք։ Եվ ոչ մեկս մեր ուժերով, մեր կարողությունով ի վիճակի չէինք ազատվելու դրանից։ Ոչ մեկ չէր կարա իր բարի գործերով լավ ապրեր, լավ, չգիտեմ, կյանք ունենալ, հետո կանգներ Աստծո առաջ, ասեր, Տեր Աստված, դե ինձ արդարացրա։ Ոչ մեկը բացարձակապես։ Ամենքը մեղավոր էին, ամենքը գերի էին եւ ամենքը անեծքի տակ էին, մինչեւ որ Աստված չուղարկեց իր որդին Հիսուսին ու ասեց գնա իմ ժողովրդին դուրս բեր անեծքի միջից։ Եվ եկավ Հիսուսը մեր կյանքերի մեջ եւ ամեն մեկից մեր անունով կանչեց իր հետևից մեզ համար ինքը անեծք եղավ, մեծ համար ինքը մեռավ, որպեսզի մենք այսօր մեղքի անեծքի տակից ազատ լինենք։ Ամեն։ Եվ այսօր այլևս մեղքը մեր վրա ոչ մի իրավունք ու իշխանություն չունի։ Մենք ազատ ենք, մենք գերի չենք։ Աստված մեզ դուրս ա բերել։ Ամեն։ Մեղքը մինչև այսօր մեր հետևից ուզում է գա ու մեզ հետ տանի։ Ինչպես Փարավոնը Եգիպտոս Իսրայելին, բայց ինքը պարտված է, որտեվ Հիսուսը իրան արդեն հաղթել է։ Եվ գիտեք, Մովսեսը Փարավոնին չասեց, հլա դուրս արի անապատ իրար հետ կռվենք։ Ինքը Փարավոնին հաղթեց Եգիպտոսում, եւ Քրիստոսը մեր Տերը մեղքին, անեծքին, Հիսուսին որտեղ հաղթեց դժոխքում։ Գրված է ինքը իջավ դժոխք, գիտեք, երբ որ ես պատկերացնում եմ այս սցենան, այս իմ ֆանտազիան է, այս բան գրված չի, բայց իմ ֆանտազիան է, երբ որ Հիսուսը եկավ դժոխք, Սատանան, վсё, հաղթեցի, պարծ, Աստծո որդին եկավ, իմ ձեռնա, վсё, էլ դժոխքից ինքը, բայց մեկ էլ Հիսուսը դժոխքի բանալիները վերցրեց եւ ինչ, եւ հարություն առավ։ Սատանային հաղթեց իր տերիտորիայում։ Եվ ոչ միայն ինքը դուրս եկավ ու հարություն առավ, իր այդ շատ սուրբեր նաև դուրս եկան։ Եվ ինքը եղավ պարտված Սատանան։ Տերը հաղթեց եւ այդ հաղթությունը մեզ տվեց եւ մենք ազատ ենք այսօր։ Ես շատ անգամներ եմ ասում եմ, երբ որ այսօր մարդը ասում է չեմ կարողանում հաղթեմ մեղքին, ես ասում եմ չկա տենց բան։ Կա ավելի շատ sense բան, ես չեմ ուզում հաղթեմ։ Այլ չկա, ես չեմ կարող, որտեղ Տերը մեզ ազատել է մեղքի գերությունից։ Շարունակությունը, երբ որ Տերը մեզ դուրս բերեց այդ մեղքի գերության միջից, մի քանի տեղել եմ ուզում կարդամ, Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 31-րդ խոսքում ասում է. Ձեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպես գրված է, թե երկնքից հաց տվեց նրանց ուտելու։ Չէ, մի քիչ առաջ կարդացի, ես Իսրայելի ժողովուրդը անապատում մանանան կերան։ 49 խոսքը շարունակություն, ասում է ձեր հայրերը մանանան կերան անապատում, բայց մեռան, որովհետև այդ կյանքը չնայած երկնային կյանք հաց էր, հրեշտակների կերակուր էր, բայց մեռան այդ մարդիկ։
59 խոսքի մեջ ասում է. «Սա է այն հացը, որ երկնքից է իջել, ոչ թե ինչպես ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան, այս հացը ուտողը հավիտյան կապրի»։ Եվ ստեղ Հիսուսը խոսում է իր մասին։ Ասում է. «Ես եմ կյանքի հացը»։ Ոչ միայն մեզ դուրս բերեց, այլ նաև մեզ ապահովել է ոչ միայն հացով, այլ կյանքի հացով, որը ուտողը հավիտյան կապրի։ Ջրորի մոտ, երբ որ խոսում էր սամարացի կնոջ հետ, ասեց, ես քեզ կարամ ջուր տամ, որ հավիտյան չծարավես։ Իսկ ինքսա ոնց դավայ տուր։ Գիտեք, ամեն ջուր խմողը էլի ծարավում է, բայց այն ջուրը, որ Տերն է տալիս, ինքը դառնում է ջրի աղբյուր մեր մեջ։ Այն կերակուրը, որ Հիսուսն է տալիս, մեզ հավիտենական կյանք է տալի։ Ամեն։ Եվ Տերը մեզ այդ կերակուրը տվեց։ Եթե Մովսես ասում է տվեց մանանան, տվեց այն ջուրը, որը իրան կերան, բայց խմեցին, բայց այլ հիմա Տերը մեզ ուզում եմ համեմատությունների տարբերությունը տեսնենք։ Պատվիրան տվեց Մովսեսը նրանց, 10 պատվիրանները։ Ես հիմա չեմ կարդա, բայց սենց կասեմ, Հիսուսը երբ որ եկավ, հիշում եք այս խոսքերը Մատթեոս 5-րդ գլխի մեջ ա գրված։ Ասում է, լսել եք, որ ասվեցավ մի սպանիր, չէ՞, դա պատվիրաններ, մի սպանի։ Բայց ասում է, բայց ես ձեզ ասում եմ, եթե եղբորդ հիմար անվանես, այսինքն Հիսուսը ինչ արեց, մի նոր ձևով տվեց այդ պատվիրանը մեզ։ Հիշում եք, որ ասես մի շնացիր, բայց ես ասում եմ, եթե ցանկանաս նայելով, լսել եք, որ ասվեցավ, քո բարեկամին սիրի եւ քո թշնամին ատի, բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամին։ Հիսուսը ինչ տվեց մեզ, մի նոր պատվիրան տվեց, որը ավելին է, ավելի զորավոր է, ավելի գերբնական է, քան այն, ինչ որ Մովսեսն էր տվել։ Եբրայեցիների 9-րդ գլխի 11-րդ խոսքի մեջ ասում է, բայց Քրիստոսը, որ եկավ հանդերձյալ բարիքների քահանայապետը, ավելի մեծ եւ կատարյալ անձեռագործ խորանով, այսինքն այն, որ այս արարածներից չի։ Մովսեսը խորան կանգնեցրեց, պաշտամունք հաստատեց, Աստծո ներկայությունը բերեց, բայց հետո խոսում աստեղ Հիսուսի մասին, ասում է, բայց Քրիստոսը, երբ որ եկավ, ավելի մեծ եւ կատարյալ եւ անձեռագործ խորանով։ Այսինքն այն պաշտամունքը, որ Հիսուսը բերեց, այն խորանը, որ Աստված կառուցեց, եւ գիտեք, այն ժամանակ, որպեսզի մարդիկ զոհանեին, որպեսզի պաշտեին, պետքա գնային, եթե անապատում էր, պետքա գնային այդ խորանի մոտ, եթե Իսրայելի ժողովուրդը արդեն Իսրայելում էին ապրում հրյաները, պետքա բոլորը գնային Երուսաղեմ, երբ որ տաճարը կառուցվել էր Սողոմոնին, դեղ կառուցեին, բայց այսօր Աստված ինչ ասում, ասում է դուք ամեն մեկս, մենք Աստծո տաճար ենք։ Աստծո խորանը այսօր մեզ դարձրեց։ Հիսուսը գերբնական ձևով մեզանից ամեն մեկի մեջ վերականգնեց Աստծո խորանը։ Ու այսօր ինձ Աստծուն պաշտելու համար պետք չի հազարավոր կիլոմետրեր կամ չգիտեմ տարածքներ գնամ կամ մենք այո շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք ստեղ միասին պաշտելու, բայց եթե իմ սրտի մեջ ցանկություն առաջանում պաշտելու Աստծուն, ես ցանկացած տեղ, որտեղ ինձ հարմար է ու հնարավորություն կա, ես կարամ կանգնեմ եւ Աստծո ներկայության մեջ պաշտեմ նրան, որտեղ նրա ներկայությունը այսօր իմ մեջ է։ Եվ դա ով արեց? Հիսուս Քրիստոսը։ Եվ գիտեք, հիմա համեմատություն բերելով Հիսուսի եւ Մովսեսի արածի մեջ, կարծես ես ցածրացնելով, ասենք ոչ թե ցածրացնելով, անարժեք դարձնելով Մովսեսի արածը, ես ուզում եմ միևնույն ժամանակ տեսնենք, որ Մովսեսի արածը փոքր բան չէր, դա զորավոր բան էր, դա հռչակավոր բան էր։ Դուրս բերել է ժողովրդի գերությունից միջից այդքան հրաշքներ, այդքան նշաններ, Աստծո ներկայությունը, գերբնական զորությունը, փառքը իրանց բանի մեջ, այդ ժողովրդի մեջ, այդքան կերակրելը, այդքան հրաշքներով այդ մարդկանց պահելը։ Լեռան վրա Աստված իջավ եւ գրեց իր ձեռքով պատվիրանները, գիտեք, դա փոքր բան չէր, դա ասենց մի հատ բառով գրանձիոզնի մի բան էր, որ Աստված արեց Մովսեսի մեջ, Մովսեսի միջոցով։ Բայց երբ որ գալիս է Քրիստոսին, Եբրայեցիների 3-րդ գլխից եմ նորից ուզում հետ գառնամ,
ասում է, որովհետև նա ավելի փառքի Հիսուսին ասում արժանի եղավ, քան Մովսեսը, որտեղ ամեն տուն մեկից է շինվում, բայց նա որ ամենքին արեց Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ էր բոլոր տան մեջ, ինչպես ծառա։ Բայց Հիսուսին ասում է, բայց Քրիստոսը որդի էր իր տան մեջ։ Հիմա ուզում եմ գամ ամբողջ իմ խոսքի բանին, ասենք կարևոր իմաստին։ 7-րդ խոսքից սկսած ասում է նրա համար, ինչպես Սուրբ Հոգին ասում է այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակին, փորձության օրը, անապատի մեջ, ուր որ ձեր հայրերը ստեղ խոսում է Իսրայելի եւ Մովսեսի եղած այդ հարաբերությանը մասին։ Ինչպես որ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, տեսան իմ գործերը 40 տարի, նրա համար զզվեցի այն ազգից եւ ասեցի միշտ մոլորվում են սրտով եւ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները այնպես որ ես երթում արեցի իմ բարկությունումը թե պիտի չմտնեն իմ հանգստի մեջ Մովսեսի այդքան բաներից անելուց Աստված Մովսեսի միջոցով այդքան բաներ անելուց հետո այդքան փառքը մեծությունը գերբնական Աստծո ներկայությունը նրա զորությունը տեսնելուց հետո ժողովուրդը փորձում էին Աստծուն քննում էին Աստծուն ասում տեսան իմ գործերը բայց մոլորվեցին չճանաչեցին իմ ճանապարհները ասում են նրա համար էլ ես զզվեցի այդ ազգից եւ երթում արեցի որ նրանք հավիտյան իմ հանգիստը պիտի չմտնեն դուրս եկան գիտեք փառավոր ձևով դուրս եկան գերբնական ձևով դուրս եկան գրված է Աստված հրաշքներով, զորություններով, մեծ զորությունով Իսրայելի ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսի երկրից, բայց չմտան։ Ընկած մնացին անապատում։ 17-րդ խոսքում ասում է ումից զզվեց այն 40 տարին, չէ որ մեղ գործողներից որոնց ոսկորները ընկան անապատի մեջ եւ որոնց երթում արա որ իմ հանգստի մեջ պիտի չմտնեն, եթե ոչ անհավատներին։ Այստեղ Աստված մեջ բերում է ասում է ոչ բոլորը։ Բոլորի մասին չի խոսքը։ Ումից զզվեցի, ասում է մեղ գործողներից եւ մի քիչ վերևը նաեւ խոսում է նրանց մասին, ասում է ովքեր անհավատություն արեցին։ Նրանք ովքեր անհավատություն արեցին եւ մեղ գործեցին չմտան խոստացված երկիրը։ Գիտեք, Եբրայեցիների թղթի առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, պինգորդ գրքերի մեջ, հետո շարունակության մեջ էլի մի քանի գլխավոր կետերից, գլխավոր սենց խոսող թեմաներից մեկը, ոչ թե ամենագլխավորը, այլ մեկը դրանցից սա է, որ զգուշ եղիր, որ ճանապարհին չմնաս։ Զգուշ եղիր, որ այն ինչ որ ունես չկորցնես։ Զգուշ եղիր, որ դուրս ես եկել Եգիպտոսի երկրից, որ դուրս ես եկել մեղքի մեջից, զգուշ եղիր, որ մտնես խոստացված երկիրը, որ մտնես հավիտենությունը, որ Աստված իրան հավատացողների համար պատրաստել է։ Եվ միտեղ sense մի համեմատություն ասում է, եթե նրանք որ այդ Աստծո փառքը, մեծությունը, զորությունը, այդ հրաշտակների ձեռքով տրված օրենքը, այդ հացը աստվածային կերան, բայց անհավատությամբ պատճառով չմտան, որքան առավել մենք, որ մեզ այսօր ոչ թե հրաշտակների կերակուրը Աստված տալի, այլ իրան կերակուրը, աստվածային կերակուրը մեզ տալի։ Որ ոչ թե հրեշտակների ձեռով է մեր հետ խոսում, այլ իր որդու միջոցով եկավ մեզ հետ խոսեց, որ ավելի կատարյալ ճանապարհ պատրաստեց, քան թե այն ճանապարհն էր, որ Աստված Մովսեսի միջոցով էր պատրաստել։ Եվ եթե նրանք իրանց անհավատության ու մեղքի պատճառով Աստված զզվեց, որքան առավել մենք այսօր եթե այդ բանի մեջ մնանք, որքան առավել մեզ է այդ խոսքերը վերաբերվում։
Հիմա եկեք շարունակությունը մի քիչ էլ կարդամ, ու հետո խոսանք այդ մասին։ Հիմա մեր մասին է ասում, 12-րդ խոսք ասում, նայեցեք, եղբայրներ, քույրեր, միգուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, ստեղ արդեն Իսրայելից դառնալով մեծ է խոսում, Աստված մեծ է ասում, չի ասում սա Իսրայելի մասին, չի ասում դա սրանից հազարավոր տարիներ եղած ժողովուրդ, սա խոսում է մեր անձնական իմ հետ, եւ քեզանից, մեզանից ամեն մեկի հետ, ասում է զգուշ եղիր։ Միգուցե քեզանից մեկում, ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբի կենթանի Աստծուց, այլ իրար հորդորեք ամեն մեկ օր, քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով, որովհետև մասնակից եղան Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջ բռնենք։ Մեզ պետք է մինչև երբ բռնել, մինչև վերջ բռնել։ Մեզ պետք չի սկզբում բռնել ու հետո ասել, հա դե վсё բռնել եմ, վсё ունեմ, ես արդեն ապահով եմ։ Ոչ, մինչև վերջ պետք է բռնել։ Եթե ճանապարհի կեսից իջար եւ պոեզը գնաց, էլ հետ չես կարա նստես այդ պոեզը։ Եբրայեցիների խոսքերի մեջ հետո շարունակության մեջ ասում է հնարավոր չի մեկը որ փրկված է երկնային բաները ճաշակել է արքայությունը Աստծոն հաղորդ է եղել Աստծո փառքին զորությանը եթե նորից մեղ գործի հնարավոր չի երկրորդ անգամ նրա համար զոհարվի հնարավոր չի երկրորդ պոեզ չկա երկրորդ ճանապարհ չկա երկրորդ զոհ չկա որ հետո կարնամ ասեմ վայ Տեր ջան ուշացա ես մեկից լավ երկրորդով կգամ չկա Եթե դուրս եկա, եթե դուրս մնացի, եթե կորցրեցի, այլևս չեմ կարա վերականգնել։ Իսկ կորցնելու լուրջ բան ունենք։ Շատ լուրջ։ Ոստեղ երկու հատկություն ասում, որը կարա պատճառ լինի։ Առաջին ասում է եղբայրեն զգուշ եղեք, որ ձեզանում անհավատության չար սիրտ չլինի։ Որ ապստամբեք, ինչպես Իսրայելի ժողովուրդը, անհավատություն, գիտեք, դա չի խոսում այն հավատքի մասին, որ մենք ասում ենք, հա դե ով չի հավատում, ով հավատում, որ Աստված կա, որ փրկել է իրան, ով չի հավատում, սա ասել հավատում ենք, ճիշտ ասած են փողոցում գնացողներն էլ, որ հարցնենք իրանք էլ են հավատում, ստեղ հավատք ասելով նկատի չունի, որ այս հավատում են, որ Աստված, ստեղ հավատք ասելով, գիտեք, նկատի ունի հավատարմությունը մեր Գիտեք ժողովուրդը դուրս եկան Մովսեսի հետ, բայց հավատարմություն չունեին, չէին վստահում Մովսեսին։ Ամեն մի պստիկ, ամեն մի փոքր առիթի դեպքում ապստամբություն էին բարձրացնում, դու ով ես, դու քեզ մեզ դուրս բերել ես, որ մերցնես մեզ։ Գիտեք վստահություն չկար Մովսեսի հանդեպ, Աստծո հանդեպ։ Գիտեք մենք այսօր ոչ թե խոսում ենք հավատքի մասին առաստված, մենք այստեղ խոսում ենք հավատարմության եւ վստահության մասին առաստված, որքանով ես հավատարիմ Աստծուն։ Աստված առակների մեջ միշտ այս օրինակն է բերում, ասում է ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Հավատարիմ Ոչ թե հավատացող, այլ հավատարիմ ծառա։ Գիտեք, Աստված այսօր հավատքը համեմատում է մեր հավատքը հավատարիմ, որքանով ենք մենք հավատարիմ Հիսուսին։ Որքանով ենք մենք վստահում նրան մեր կյանքի մեջ, մեր կյանքի պարագաներում։ Թե ամեն առիթի ժամանակ այն ժողովրդի պես ադը մեր համար ուրիշ ընտրենք գնանք Եգիպտոս, ուզում եմ ասեի Մոսկվա։ Հետ գառնանք Եգիպտոս, ժողովուրդը ուշ քո միտքը Եգիպտոսն է, հենց մի հատ նեղություն, հետ դառնանք Եգիպտոս, հենց մի հատ նեղություն, ո Եգիպտոսի։ Գիտեք, շատ մարդիկ այսօր աշխարհից դուրս են եկել, բայց աշխարհը իրանցից դեռ դուրս չի եկել։ Եվ ամեն առիթի ու չեղած բանի պատճառով, աշխարհում գիտես, սենց լավ երնես, թող աշխարհը, թող սկսի վստահել Տիրոջը։ Սկսի վստահել Աստծուն, Աստված քո համար զորավոր բաներ ունի, այլապես ապստամբության մի խոր բան դուրս կգա քո մեջից, որը կարա քեզանից գողանա քո փրկությունը, որը կարա Աստծո մոտ, գիտեք, մեր ականջներին շատ խորթ է հնչում այս բանը, բայց Աստծո խոսքն ասում է զզվեցի, պատկերացնում եք հանկարծ Աստված ասի զզվեցրիր, այ Կարեն զզվեցրիր ինձ։ Ինձ եմ ասում, որ չնեղանաք։ Դա սարսափելի է,
Բայց դա հնարավոր է։ Եթե անընդհատ տրտնջամ, անընդհատ ուշքում միտքս աշխարհն անընդհատ աշխարհի վրա մտածեմ, վստահություն չունենամ, հավատարմություն չունենամ, եկեք մտածենք սրա վրայով։ Եվ երկրորդ բանը, ասում այլ իրար հորդորեք ամեն մեկ օր 13-րդ խոսքը, քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով։ Երկրորդ բանը մեղքի խաբեությունն է։ Գիտեք, մեղքը խաբելու շատ խաբուսիկ է մեղքը։ Գիտեք, երբ որ օձը եկավ, սատանան օձի միջոցով եկավ եւ այն բան արեց, չասավ, գիտեսին, ասում եմ, բան էլ չի լինի, լկեր, հələ լավ ալնելու։ Հեչ բան չկա, կեր, լավ ալնելու, վեճը չդնես։ Գիտեք, մեկ մտնելով ասում, հա դե մի հատ սուտը ինչ պետք է անի որ, մի հատ մեղքը ինչ պետք է անի որ։ Մի հատը կարող է բան չանի, գիտեք, բայց այդ մի հատը հետո դառնում է 2 հատ, հետո դառնում է 3 հատ, հետո ջոգում ես, որ այ մարդը կարելի է լավ էլ հետո ապրել, ոչի բան էլ չի բալնում էլի։ Ու մեկ էլ մի օր հայտնվում ես միտեղ, որ կորցրել ես քո փրկությունը։ Եվ սա է սարսափելի, սա է լուրջը։ Բայց երբեմն սկզբում ասի, բայց ուզում եմ հիմա ուղղեմ։ Երբեմն նույնիսկ մեկ մեղքը կարող լինի ճակատագրական քո համար կամ իմ համար։ Հիշում եք Անանյան ու Սափիրան ինչ արեցին։ Մի հատ մեծ սուտ խոսացին։ Մեռան։ Աքարը մի հատ բան վերցրեց անիծվածից։ Մեռավ, ոչ թե մենակ ինքը իր ամբողջ ընտանի իր տունը։ Մովսեսը մի րոպեով մի պահ հելավ Սարը ասավ գնամ ժողովուրդը այդքան հրաշքներ էին տեսել, այդքան զորություններ էին, հելավ Սարը որ Աստծուց պատվերի ժողովուրդը վերցրին կուրկ շինեցին, սկսեցին կուրկին պաշտել։ Աստված երբեմն մի րոպե Աստծուց հեռանալով մեկ էլ տենում ես կար նենց բաների հետևից, նենց ասենք անարժեք բաների հետևից։ Անենց բաների հետևից, որոնք, գիտեք, Աստված զզվում է մեղքից։ Եվ եթե մեղքը թույլ տամ իմ մեջ մնա, Աստված ումից կզզվա արդեն ինձանից։ Եթե ես թույլ տամ մեղքի մեջ մնա, դրա համար եկեք զգույշ լինենք ստեղ, որպեսզի Աստծո խոսքը չկատարվի, որ ասում է զզվեցի այդ ազգից եւ ասեցի եւ երթվեցի, որ հավիտյան իմ հանգստի մեջ պիտի չմտնեն։ Եվ գրված է եւ այդ մարդիկ մեռան, բոլորը անապատի մեջ մեռան։ Եվ նոր սերունդին, բայց նրանցից 2 հոգի կային բանը Հեսուն ու Քաղեբը, որոնք հավատարիմ մնացին Աստծուն, որոնք մտան խոստացված երկիրը։ Այսինքն Աստված ունի հավատարիմներ, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի հանկարծ մեղքը մեզ չգրավի։ Իսրայելի ժողովուրդը, գիտեք, խաբնվում էին, իրանք երբ որ դուրս էին եկել եւ մեկը կար, որ ուզում էր հաղթեր եւ ուզում էր ամեն ձևի անիծեր, չէր կարող անիծեր եւ Բաղակ թագավորն էր, Բաղամին կանչեց, որ անիծի չկարողացավ, եւ Բաղամը մի հատ խորտ տվեց, ասավ, գիտես, ինչ պետք չի իրանց անիծես։ Իրանց գցի մեղքի մեջ Աստված ինքը իրանց կանիծի։ Այսինքն իրանց խնամություն արա, այն ինչ որ իրանց չի կարելի, էդի դիր իրանց առաջ, եւ գիտեք իրանք գրացին եւ մոաբացիների հետ սկսեցին խնամություն անել եւ նրանց կռապաշտության մեջ եւ Աստծո բարկությունը եկավ այդ ժողովրդի վրա եւ սկսեց կոտորել։ Այն ինչ որ ոչ մի, ասենց ասեմ, սատանայի ուժ չէր կարողանում անել, մեղքի պատճառով Աստծո բարկությունը եկավ։ Գիտեք, երբ որ մենք Աստծո մեջ ենք, գիտեք, գերբնական աստվածային պաշտպանություն կա մեր վրա։ Հիսուս, երբ որ աղոթք էր անում, ասում էր, Հայր, այն որ ինձ տվեցի, նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորուստի որդին, որը ինքը որոշեց, որ պետք է կորեմ։ Հիսուսը 100 անգամ զգուշացրեց։ Ասավ, այ Հուդա, մի արա, մի գնա, սխալ ես անում, ճիշտ չես անում։ Ամեն ձևից ասես չէ, պետք է անեմ, իմ խոսքերով եմ ասում։ Ու կորավ, բայց մնացածին բոլորին Աստված պահեց։
Աստված գիտի իր ժողովրդին պահել։ Բայց եթե ես որոշում կասնեմ մեղքի մեջ ապրեմ, Աստված չի գա ձեռից խփի ասի Կարեն մի արա։ Չի գա ձեռս բռնի ասի մի արա։ Ինձ կասի Կարեն մի արա։ 1 կասի, 2 կասի, 3 կասի, 10 կասի։ Բայց երբ որ տենա ես չէ որոշել եմ հաստատ, գիտեք, մի օր խաչ կքաշի։ Դրա համար եկեք զգուշ լինենք, եկեք ուշադիր լինենք։ Նորից կարդամ այդ տեղերը։ 12-րդ խոսքը նայեցեք եղբայրներ, գուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբի կենթանի Աստծուց, այլ իրար հորդորեք ամեն մեկ օր, ինչը որ մենք այսօր անում ենք, հորդորում ենք իրար։ Քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով, որտեղ մասնակից եղան Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պինդ բռնենք, քանի որ ասվում է այսօր, եթե նրա ձայնը լսում ես, մի խստացրու քո սիրտը, ինչպես բարկացնելու ժամանակում։ Եթե Տերը խոսում է քո սիրտդ մի խստացրու։ Որովհետև ոմանք լսել էին, բարկացրին, բայց ոչ Եգիպտոսի միջից բոլոր դուրսեկացները, ումից զզվեց այն 40 տարին, չէ որ մեղ գործողներից, որոնց ոսկորները ընկան անապատի մեջ, եւ որոնց երթում արեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին, եւ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Ամեն Աստված մեզ կանչել է հավիտենության։ Գիտեք, երբ որ ես մեկ երազում եմ սենց ֆանտազիրую իմ մեջ հավիտենու, գիտեք ինչքան սքանչելի բան Աստված մեզ համար պատրաստ է։ Գիտեք ինչ հավիտենական ուրախություն, երջանկություն Աստված մեզ համար պատրաստ է։ Այն, գիտեք, այսօր մենք երկրի վրա այնքան բաներ կա, որ տեսնում ենք ու կուզենայինք ունենալ, բայց չեն կարող ունենալ։ Այսօր չգիտեմ ինչքան մարդը պետք է միլիոնատեր լինի ու ոչ բոլոր միլիոնատերներն են հարուստ ու երջանիկ, չգիտեմ մարդը ինչքան պետք լինի, որ երջանիկ լինի, իսկ այն ով էլ այդքան շատ բան չունի, հա, երջանիկ ենք, բայց շատ բաներ կա, որ չենք կարողանում վայելել։ Չնայած երկնային գեղեցկության հետ այս երկրային ոչ մի գեղեցկություն համեմատելի չի, որը մենք վայելելու ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք երեք աղոթքաժողով ունենք ու աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր լսել են Աստծո խոսքը, ովքեր ընդունել են, ովքեր իսին, բայց այսօր մեր մեջ չեն, շատերը մեր մեջ չեն։ Ցավոք սրտի եմ ասում, մենք աղոթում ենք նրանց համար, Տեր ողորմություն արա, որտեվ եթե չդառնան, եթե չապաշխարեն, չեն մտնի։ Աստված ինչքան բարի Աստված այնքան էլ արդար է, ինչքան սիրող Աստված այնքան էլ բարկացոտ Աստված է, որ չի թույլ տա, որպեսզի մեղքը հավիտենությունը ժառանգի։ Դրա համար մեզ ինչ է պետք զգուշանալ։ Մեզ պետք է արթուն լինել, մեզ պետք է իրար հորդորել, մեզ պետք է հավատարիմ լինել, թույլ չտալ ոչ մեղքին, ոչ անհավատությանը, մեր կյանքի մեջ ինչ որ գրամ, ինչ որ տեղ բռնելու, որովհետև դա կարա մեզ զրկի նրանից, ինչ որ մեր Տերը, մեր Փրկիչը մեզ համար պատրաստել է։ Ամեն